Հոգի Գալստյան օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա։ Եվ նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով։ Եվ ներկա գտնվողները բոլորը հասկանում էին եւ զարմանում էին, թե այս բոլորը հրեաստանցի են, ինչպես են իրենց լեզուներով խոսում, որ եկած են Սփյուռքից, տարբեր երկրներից, մեծ տորներ, Պենտեկոստեի օրներ, ամբողջ հրեաները հավաքում էին ամբողջ աշխարհից Երուսաղեմում եւ զարմանում էին բոլոր այդ հրաշքի վրա։ Եւ առաքյալները անուս ձկնորսներ էին, 12 հոգի ընդամենը, լավ թող 172 աշակերտներն էլ ընդհանուր 150 թող լինեին, սկզբնական եկեղեցին։ Պետք է ամբողջ աշխարհում մեկ ավետարանը քարոզեն։ Այն ժամանակ կրթությունը հիմիկվա կրթությունը չէր, որ հեշտությամբ դու լեզու սովորեիր։ Պետք է գնային ժամանակ էլ չկան, ամբողջ աշխարհում պետք է քարոզեն, եւ Աստված նրանց լեզվախոսության շնորհը տվեց։ Թադեոս Սարաքյալը հստակ հայերեն էր խոսում։ Բարդուղիմեոսը մինչև Հնդկաստան գրած, Թովմասը եւ այսպես տարբեր լեզուներով Նեսես Լամբրոնացին ասում է, որ ամեն մի առաքյալը ինչ լեզվով էր խոսում։ Հստակ էր ծրագիրը, հստակ էր նպատակը լեզվախոսության։ Եվ այս ֆոնի վրա Կորինթոսում ինչ որ տարօրինակ երևույթ է սկսել։ Պողոս առաքյալը ինչու է Կորինթացիներին ուղված նամակում 2 անգամ անդրադառնում դրան, որտեղ Կորինթոսում անհասկանալի ինչ որ երևույթներ են սկսել, որը բացարձակ կապ չուներ լեզվախոսության շնորհի հետ։ Մարդիկ ինչ որ բարբաջանքներ էին անում, հա, եւ չէին հասկանում, չէին իմանում ինչ են անում։ Շեղում էր առաջացել։ Պողոս առաքյալն ասում է, «Էս ինչ եք անում։ Խոսում եք, բա թարգմանող չկա, ինչ եք խոսում, չեք հասկանում»։ Այսօրվա վիճակներ։ Այդ հարանվանությունների այսօրվա վիճակներ։ Եթե խոսում եք, ուրեմն պետք է հստակ լինի այդ խոսելը, ինչ է նպատակը խոսելու, ում համար է, ով պետք է լսի։ Սուրբ Հոգին անիմաստ բաներ չի անում կամ բացարձակ կապ չունի այդ Սուրբ Հոգու շնորհի հետ։ Հստակ առաքյալները խոսում են եւ մեկնում են։ Իսկ այսօրվա պատարագը օրինակ, մենք դու գիտեք, որ պատարագի մեջ մի քանի լեզու կա։ Պրոսխոմե նշանակում է հունարեն, ուշադրություն, ալելույա, օրթի, ալելույա, եւ այս մի շարք բառեր կան, որ մենք հստակ գիտենք դրանց նշանակությունը, մենք էլ ենք լեզուներով աղոթում, եթե այդպես նայես, բայց հասկանալով ենք աղոթում։ Մեր պատարագը մի քանի լեզուներից է բաղկացած, կամ ավետարանը, էլի լամա սաբակթանի, Աստված իմ ինչու թողեցիր ինձ։ Անիմաստ ոչ մի բան չկա։ Եթե ամեն ինչ հստակ է, բայց մյուս երևույթները Կորինթացիների կրկնությունն է, նրանց խեղված չգիտեմ լեզվախոսություն ասեմ, ինչ ասեմ, խեղված նրանց կրկնությունն է։ Այն ժամանակ Պողոս առաքյալներ դատապարտում Կորինթացիների աննորմալ երևույթները, այսօր էլ եկեղեցին է դատապարտում, որ չի կարելի այսպիսի խեղաթյուրված երևույթներ բլբլալ, չգիտեմ ինչ անել, հետո ասել ես Սուրբ Հոգով աղոթում եմ։ Ինչ ես աղոթում։ Ոչ դու ես հասկանում, ոչ լսողն է հասկանում, եւ չի կարելի էլի։ Եթե օրինակ Սուրբ Քրիստափորը ամեհի աժդահա մի մարդ էր, ընկել էր հունական բանակ, ինքը բարբարոս ցեղերից էր, եւ Քրիստոսին հավատացել էր Սուրբ Քրիստափորը, եւ չէր կարողանում հունար է խոսել, չգիտեր, կրթություն չուներ, աժդահա մի մարդ էր։ Աղոթում ասում, Տեր Աստված, խնդրում եմ, ինձ հունարեն սովորեցրու։ Իրական պատմությունը Սուրբ Քրիստափորի վարքի մեջ գրված ասում է, հաջորդ օրը սկսում է հունարեն մաքուր խոսել, ու սկսում է Քրիստոսին քարոզել։ Ես հիշում եմ, այսպիսի դեպք էին պատմում, մի կամ ավետարանական կամ հոգեգալստական քարոզիչ գալիս է այդ ժողովի մեջ նստում է, ուզում է քարոզ խոսի, կողքն էլ թարգմանիչը նստած է լինում։ Դահլիճից մեկ ելնում, ասում է, դու լեզվախոսության շնորհ ունես, ասում է, հա, վախի չես մեզ հետ հայերեն խոսում, բայց թարգմանիչը ինչ ես կանգնեցրել կողքդ։ Եթե այդ լեզվախոսության շնորհը այդ ինչի համար է դու նշանավոր քարոզիչ ես, մեզ հետ հայերեն խոսալ իմանանք դու որ լեզվախոսության շնորհ ունես։
Բա թարգմանիչին ինչ ես կանգնեցրել։ Բացահայտ էլի։ Չխաբվենք, ոչ մեզ մենք խաբենք, ոչ էլ ուրիշին կարող ենք խաբել, չենք խաբելու։ Ճիշտ է ամեն ինչ իր բառերով ասենք։ Եթե ունենք լեզվախոսության շնորհ հստակ խոսենք, եթե չտանջվենք, չարչարվենք, չինարեն սովորենք, գնանք Չինաստանում քարոզենք։ Ամեն։ Եվ ամեն։